մոտ 1 դար առաջ Լոռուձորում մի խորհրդավոր սպանություն կատարվեց։ Սպանվողը շրջակա գյուղերի ահ ու սարսափն էր։ Հայտնի հարկահավաք Ռոստոմ Աղեն, Հովհաննես Թումանյանի հարազատ եղբայրը։ Ով, ինչպես եւ ինչու սպանեց Հովհաննես Թումանյանի եղբորը։ Թվում է էլի այն օրերն են, ու հիմա կամ մտրակի շաչ ունի լսվելու, կամ ծեծի հեվոց, կամ էլ ողջ փուկական։ Մոտկորի սարերում իրիկուն է։ Մոտկորեցին ինչպես մի 100 տարի առաջ էլի նույն հոգսի վրա է։ Այս սարից էլին աշխարհը ոնց որ չի փոխվել։ Ու այնքան են պատմել են ժամանակների մասին, որ հենց գիտես էսա մի պուճախից կրակոցի ձեն կլսվի, ու ինքդ էլ կդառնաս այդ պատմության վկա։ Խուլ երկիր էր, ձորերում և անտառներում ընկած այդ գյուղերը, Մարցը, Լորուտը, Շամուտը, Ահնիձորը, շրջանում այժմ կոչում են Մոտկորի Հանրապետություն, անտառի խորքում ընկած Ավերակ գյուղի անվամբ, Աղա Դարչո, Մարտիրոս, Կուրթանեցի Տիգրան, Շահ Աբասով, Ռոստոմ, ահա Մոտկորի գյուղերում թագավորած դինաստիան, ինչ կատարվել է նրանց ձեռքով Մոտկորի գյուղերում, գուցե թե առասպել թվա նոր սերնդի համար։ Երբեմնի Մոտկորի Հանրապետության հիմիկվա բնակիչները սարսուռով են հիշում անցած գնացածը։ Անցյալ դարի սկզբին զարմանալի դեպքեր են տեղի ունեցել այստեղ ողբերգական վերջաբանով։ Դրանք էլ մի պատմություն են դարձել, որ հաստատ իրողություն է, բայց քանի որ այդ ճշմարտության վրա մի քանի տասնյակ տարվա չափազանցության փոշի է նստել, պետք է այնպես անենք, որ այդ անտերը զգույշ ցրվի, հանկարծ մեր աչքերը չբռնի։ Դրա համար էլ Լոռուձորերի փոշոտ ճամփեքը չափեցինք ու կանգ առանք բոլորիս հայտնի մի տան առաջ։ Այս տանը հո մենակ Հովհաննես Թումանյանը չի ապրել։ Նրա թաթևոս հայրը մի տուն լիքը երեխա ուներ։ Մինն էլ Ռոստոմ Թումանյանն էր, խելացի ու ճարպիկ մի աչքաբաց տղա, որի ձիու սմբակի ձենից ամբողջ Մոտկորի Հանրապետությունը պիտի դողար, պառավները չանչանեին, ջահելները նախանձով նայեին գոտու արծաթե կոճակին, ընտանիքի մեծն էլ մտածեր, թե էս ահա Ռոստոմը հարկը ուզելու է։ Ռոստոմի թույլտվությամբ էր կտրվում Մոտկորի Հանրապետության ամեն մի ծառը, նրա գնդակից էր ընկնում ձորի երեն, չքնաղ պախրան։ Սոված երեխու աչքի առաջ նրա շներն էին ուտում նվեր գառան մսալի ոսկորները։ Նրա շվակն ահ էր բերում, զորությունն անսպառ էր, ու ինքն էր որ կար։ Աստվածն է։ Բարիոց։ Աստու բարի։ Ինչի ես եկել։ Այն եմ ուզում, որ բոլորին էլ հավասար աչքով մտիկ անես։ Մեկին ավարչան ես, մեկ էլին խավար։ Թավին դազեր ինչքի չէին, շա էլ մի կողմից եկավ։ Շատ դաժան մարդ էր։ Ուզում եմ ասեմ մի կողմ էլ ունեցալ, այն է չեմ ասում, բայց դե դաժան մարդ էր։ Հա, հարկը հավաք է, քաղաքավարի հավաքի, բայց դե չէր կարելի։ Դրա համար էլի ժողովուրդ հատում։ Հովհաննեսին այդքան սիրում հարգում են։ Մինն էլ որ իման Ռոստոմը Հովհաննես Թումանյանի աղբերն այ մարդ նրան էլ են ոնց որ թե ուզում են նրա ոտից կապեն, թե չի կարելի։ Որպես դաժան դև հանկարծ հայտնվում է Ռոստոմը, որ մինչ այդ աղքատ անտառապահ էր, ուներ լղար մի ձի և ժանգոտ թվանք։ Նա մոռացնել է տալիս բոլորին և հասցնում է այն վիճակին, որ Մարց գյուղում երանի տալով են սկսում մտաբերել Դարչոյին ու Մարտիրոսին և կասկածում, թե չլինի ծնվել է ինքը նեռը և աշխարհը հասել է իր վախճանին։ Էն էլ իրեն հասցրին վախճանին, ու էն էլ ոնց, տղու պես։ Էն թվերի համար չլսված բան էր, որ կողքի գյուղից քիլլեր կանչել, թե արի, ես մեր պատվական Հովհաննես Թումանյանի անպատիվ եղբորը սպանի, քեզ մի 4 տարեկան եզ ենք տալի։ Հիմի դե արի ու այդ մասին հաջորդ տարի սկզբում պատմի։ Հանակ բան չի է։
Ասում են կախվողի տանը պարանից չեն խոսի։ Ում է հաճելի իրա կրած չարչարանքներն իլուր աշխարհի հայտնի։ Այնքան զրկանքները, այնքան անարգանքը, որ տարիների վեր լորեցիկ տեսել են, հիմա մի բառի մեջ են խտացնում՝ քոլլուղ։ Քոլլուղ տալ նշանակում է նեղացնել կամ էլ հետապնդել, կամ էլ այս երկուսը միասին։ Քանի տարի է անցել, բայց լորեցիկ ամեն առիթով այս քոլլուղ տալը հիշում են ու հիշում։ Մանավանդ այս վերջը միտից եղեց կանա ժողովրդին շատ քոլլուղտին վերջնստի սպանեցին։ Էտով էր։ Այս ռոստը մաշին եսի մեդոնյո, հա։ Այս մարդի աղբերներ, այս որ բանաստեղծ Թումանյան բանաստեղծը, նրա աղբերներ հենց այդ մարդը։ Ժողովրդին շատ քոլլուղտին ստի սպանեցին մեր հանդամստի։ Ով սպանեց։ Մեր գերից մի տղա սպանեց։ Անումը Ենոք էր։ Չասի մարդ էր, բայց ինքն ուժեղ տղա էր։ Այդ Ռոստոմը ուրեմն այդ շատ քոլլուղ էր տալիս։ Շատ էր քոլլուղ տալի ժողովրդին, հա, ամեն կողմով։ Հեչ ինչ էր անում։ Տոմսի փողը զեր բան ու զեր էս աներ ընդդեն վախ, դա բիշ կեր մտամ թինքնել։ Դոլաշ բեշնեն ուժեղ դեր ունին էլ այդ վաղ այդ ժամանակը։ Խոմիկ վապես չի, մի բեշկինովա տրի տեխտենում։ Բայց այն վաղ դնում էին։ Հա, այն վաղ կար։ Այդ որ թիվներ մոտավորապես որ սպանեցին։ Այդ որ թիվներ, ուրեմն ես 10 թիվ մի 10 տարեկան զորի կլի, մի 20 թվերին այդ վաղտերը կլեր։ 20-22 թվերին կլեր այդ վաղտը։ Գրիգոր պապը թիվը շփոթեց։ Հա, բայց տեսնենք մենակ թիվն է շփոթել։ Թող Գրիգոր պապն իր հիշողությունը թարմացնի, մենք էլ դառնանք Աքսել Բակունցի պատմվածքի։ Ռոստոմը մոտակա գյուղից էր։ Նրան ծանոթ էին անտառի բոլոր կացանները, սակայն ավելի լավ գիտեր այն ուղին, որով խուլ այդ երկրում կարելի է ունենալ անբավ մի գանձ, դառնալ կատաղած եզ եւ պոզահարել ամեն խոչընդոտ։ Նա միանգամից իրեն բաց չթողեց։ Ասպարեզ մտավ իբրև բարեսիրտ, նազով քայլեց շատ կամաց, որ հետո ոսցյուն անի եւ ճանկերը խոր խրի։ Բակունցն էստեղ լռում է, թե մոտակա գյուղը որն էր։ Ասենք, Դսեղն էր, Ռոստոմն էլ ով էր, էդ էլ գիտենք, ու Հանես Թումանյանի փոքր աղբերն էր։ Ծնվել է 1873 թվին, Մոտկորի հանրապետության Դսեղ գյուղում։ Էս էլ հարևան Լորուտ գյուղն է։ Այստեղ է ապրում Գարեգին Բեգլարյանը, որն իր տարիքի համեմատ լավ հիշողություն ունի ու Բակունցի գրածից անկախ մեծահան կհաստատի եղած բանը։ Ախր ասում են Գարեգին պապը տեսել է Ռոստոմին։ Դու Ռոստոմին տեսել ես։ Ռոստոմին տեսել եմ։ Ով էր, ինչ մարդ էր։ Թումանյան Հովանեսի աղբերներն է։ Ռոստոմն ինքը անտառապահ էր, ինչ էր, շատ ժողովրդին քոլլուղ էր, վերջում էլ նրան մարդիկ սպանեցին։ Ես սրա հաղիցը կգամ, հանա մի նիշան բրնի։ Բրնում եմ։ Չէ, եղած բան է։ Դե հիմա էլ բեր Լորուտից մարդ գնանք, տեսնենք Մանյակ Գևորգյանն ինչ կասի։ Խնձոր կուտեք։ Չէ, բահմի նրա մասին հեչ բան չգիտես։ Ծառից քաղաք կերիկ։ Ասում եմ Ռոստոմի մասին հեչ բան չգիտես։ Չէ, տահան եմ արել։ Հեչ չես հիշեմ։ Հա։ Հիշում չես հեչ։ Հիշած կլիմ մտահան եմ անել։ Բա, քիչ վաղ, ինչ քանի տարի այդել ասա։ Բա, ընդդեմ էլ միտքը չկա հմի։ Բա չես հիշում, որ սպանեցին նրան։ Հա, նորամիտս գալի է, հա, սպանեցին նրան, դիվզե, ապրես, միտքը չկա, էխի սպանեցին։ Ես ինչ գիտեմ։
Բա ինչ էր արել, որ սպանեցին։ Հլահիշի։ Դե կանասին դիժա սպանեցին։ Ասին թա մի մարդ ինչ արել եսին, դե ասեին, ես ինչ վիլ։ Նա մարդին շատ էր քոր լուխ տալի։ Մարդին շատ էր քոր լուխ տալի, գեղացունց։ Ես։ Չէ, նա Ռոստոմը։ Հա։ Այդ տատին թիքա կարտոփ կարենան բերը կքանդի, Ով կքանդի։ Խոզը։ Խոզին դու սարի։ Ես ինձ սպանեց, օգնի սպաներ։ Չէ, մանյակ տատի համբերությունը հատավ։ Թե որ ճիշտն ասեմ մերն էլ։ Ախր սպանել են, իմանանք ինչու են սպանել։ Տեսնենք խաղաղ, հյուրասեր, աշխատասեր լոռեցիներին այդ ոնց են քոլ լուխ տվել, որ մի օր էլ գնդակը հայտնվել է ուղիղ Ռոստոմի գոտու ջարմանդի մեջ ու կտրել նրա կյանքի թոկը։ Թելը չէ, թոկը, որովհետև նրան սպանելը զոր գործ էր։ Դսեղից մարդ իջնող ճանապարհին մի հարմար տեղ կա։ Այս ճամփից իջնելու համար ով էլ լինի պետք է գա ու մարցատակով նոր մտնի գյուղ։ Ճամփի գլխին երկու քար կա, այնքան հարմար, էլ չասելու։ Լորուտեցի Եփրեմ անունով մի կտրիչ այն քարին է նստում։ Բադալն էլ մյուս։ Հրացանները պատրաստ պահում են, թե հեսա ուրահա Ռոստոմը դսեղից գալու է մտնի մարց։ Հենց ճամփի գլխից ձիու սմբակների ձենը գալիս է, Եփրեմն ուզում է Բադալին մի բան գլխի գցի, մեկ էլ ինչ։ Տեսնում է, որ Բադալն իրեն է նշան բռնել, որ հետո Ռոստոմի մոտ լավամարդ դուրս գա։ Ով լիներ, որ նա մարդ ընկերոջը չխփեր։ Ռոստոմի փոխարեն Եփրեմը Բադալի վրա է կրակում։ Դե գնա, որտեղ քոնը կասես, այնտեղ էլ իմն ասա։ Ռոստոմը փախչում է։ Հրացանը ձենը որ իմանում են բանիցը, մարցիցը, գալիս են տանում ես Բադալով կիսամեր վիճակում, ով սպանեց, թե բախշնան Եփրեմն սպանել։ Այդ ասում բրցնում։ Դրանց երկուսի տղեն էլ չգիտեմ ինչ գողության պատճառով գաղութում են ելնում։ Այս Եփրեմի տղեն լվացվելու ժամանակ ասում է մեկ հետո ինձ ապատմի դա։ Մեկ հետո մեկը սրբիչը գծեց վիզուսու, այն մարդ խեղտում է։ Արա այդ ինչ ես անում, թե քուհերը իմ հորը սպանել։ Արա քուհերն էլ անի ծածին, հերն էլ անի ծածին, ինչ գործ ունես այն մարդ, բամ ես մեղավոր եմ դրա համար։ Այդ տենց էլ վերջը շատ մարդ ուզացել է սպանի Ռոստոմին, բայց ռիս չեն արել։ Հադի, դուր հատուր։ Ծվակ չունեմ։ Հուդի, դուր հատուր։ Ես էլ չունեմ։ Չատիմատի, մենք էլ չունենք։ Բա ինչ անենք։ Ռոստոմին սպանում են 1915 թվին։ Մինչև այդ շատ ընդդիմում ու Հանես Թումանյանին ի քաղաքն Թիֆլիս, թե գիտես, էսպես, քո եղբայրը մեզ շատ է քոլ լուխ տալիս։ Բայց Ռոստոմն իր եղբոր բարի ու իմաստուն հորդորներին էլ չի ենթարկվում։ Ախր նա իսկի հայրական տնից իր բաժինն առնելիս այնպիսի խաղ է խաղում տնեցիների գլխին, որ այն ժողովրդական մարդն իր գլուխ գործոցները թողած նստում է նամակ գրելու։ Այնպես արեք, որ մեկը մյուսից չզրկեք։ Առհասարակ մարդուն զրկելը վատ բան է, բայց աղբերն աղբորը երբեք չպետք է զրկի։ Աշխարհքում ամեն բան էլ աշխատելու ու գտնելու բան է, բայց աղբեր չեն ծախում ոչ միտեղ։ Մի խոսքով, եթե մի ղալմաղալ, մի անհամություն դուրս եկավ, ես քեզանից եմ նեղանալու։ Առաջինը, որ դու ես դրանց միջի մեծը, երկրորդը, որ քո համբերությունն է կտրած։ Ես լավ գիտեմ, որ ինչքան էլ դու անհամբեր լինես, այնուամենայնիվ լավ ես հասկանում ամեն բան։ Նրա համար էլ հույս ունեմ, որ այնպես կանես, ինչպես վայել է մեր օջախին ու մեր անունին, քո Հովհաննես։ Այս նամակը գրվել է Ռոստոմի սպանությունից 7 տարի առաջ։ Այդ ընթացքում շատ ու շատ անգամ Մոտկորի հանրապետության միանձնյա տիրակալը զգուշացումներ է ստացել, բայց վերջին զգուշացումը կապարից էր։ Ծանր եւ ուղիղ խրվել էր նրա պորտի մեջ։ Նորից դիմելու ենք Գրիգոր պապին, Մարզգյուղի ամենատարեց բնակչին։ Մարզը լավ հին գյուղ է, բայց Մոտկորի ամենափոքր գյուղն է։ Հետո էլ ասում են Ռոստոմն այստեղ շատ է եկել գնացել։ Ուրիշ բան էլ են ասում, իբր Ռոստոմին մարզի բնակիչ է սպանել, Թուշնանց Ենոքը։
Բա ոնց էր սպանել։ Սպորին մտել իրար հետ, նա չէր լսել, աշդահատաղա էր։ Նելասեր դեմ երկու եդե ես կտրած քո ճլխին ինչ կտնեմ։ Այդ Ռոստոմն էր ասել։ Նելասել էր թողանեմ երկու օր կենաս կտնես ինչ կտնես։ Լատես թողում եմ։ Վերջը նա կնամ բինի կուշտը մոդանը միրա բինի։ Խնոչին հարում են կնանի կտուն մատնամ, ինքը փորը կսում է խնոչը վրա։ Դիմացից հոպատալի կոչակը փորը կողում։ Ժողովուրդն է ինչ փրկվամա։ Իանել, բայց ինքն էլ շաշուտին արավ, եկավստի անես սպանեցին։ Ով սպանեց։ Տշեղեցիք։ Դրա մոդակնին, հա։ Ռոստոմի դինչ սառած թուշնանց ենոքին սպանում են։ Նրա դիակին մոտեցող չի լինում։ Վախի տերը մեռնի։ Վախը այնպես բան է, որ մինչև հիմա թուշնանց ենոքը գերեզման չունի, տունն էլ հիմնահատակ ավերված է։ Լորուտ գյուղում էլ այս պատմությունն ուրիշ ձևի գիտեն։ Վերջը նույնն է։ Գնդակն էլի զոհին գտնում է։ Ոնց են սպանել, որտի են սպանել։ Են մարդի դիմաց, են անտարի Ղազաղա կոմերն ասեմ, են կոմերի կշտին։ Սպանողն էլ ագեհացի է, նրան էլ պարան կապեցին, մերը դու չարտյաց քարոտում է սպանեցին։ Քարոտ պետոտում է սպանեցին։ Ինչ էր սպանողի անունը։ Նրա սպանողի ենոք էր, գերելուն էր, և վերեն մարդի ենոքն ու մեկ էլ այգեհացի սպանեցին դրան։ Ու գնալիս տեղը տերտերը ասեց մարդի արա ենոք պախի, նել պախավված ետ գնաց տեսեղ էլ պրնեցին մերը տուց աչկերը հանեց, տվին սպանեցին։ Ով աչկերը հանեց։ Մերը։ Ում մերը։ Այդ Ռոստոմի կինը, Ռոստոմի կինը։ Իսկ թոշակառ ու ուսուցիչ Աշոտ Բաղջինյանը մի օր հյուր է ունեցել։ Նա էլ այս ձևի է պատմել։ Այդ հյուրս մարդից էր։ Ես այն ժամանակ կլնեի 42 տարեկան, նա 80-ից անց էր։ Ինձ հետաքրքիր էր, թե այդքան լավ մարդուն, որ մի աղբեր ա ունեցել, այսինքն մեկը չելել, բայց այդ մինն էլ, Ռոստոմ անունով ես շատ եմ լսել մեծից, որ հարկ հավաքել էլ և այլը, մարդկանց տանջելիս էլ հարգերը հավաքելիս և այլը, այդ մարդը, որ եկա մեր տուն, մարդից, ասի արամ զածա, ասի բանա ոնց եմ հացել, ուզում եմ էտ ասեմ, ինձ ձևով էլ իմ հացել, թե տղա ջան, հարկ հավաքելու ժամանակ մի կնգա գնմա ստիպում, հենց գեղամիջում, դուբո հարգոտխի չես տալի։ Մի հատ փոքր երեխել կանգնած ալում մոտը, այս երեխեն թեատելությամբ, թե ինչ ձևով, ես չգիտեմ ոնց ելել, որ դեպի այդ մարդը վատել էլ, ասել չունենք չենք տալի, սեն ջղայնացած։ Ռոստոմը հետա դառնում, սրան մի հատ ապտակ աղբ։ Այս երեխեն լացլելով գնմա արդվի, քերի է ունենում ընդեղ։ Այդ մարդի պատմածում եմ ասում, ես չգիտեմ։ Քերի ասում է, Ռոստոմին պետք է սպանենք։ Այ տղա ջան ասում է, Ռոստոմի սպանել խո հեշ չի։ Դա ով նրա վրա ռիսկ անի, հրացան բռնի, բա չէ, պետք է սպանենք։ Դա էլ մի ընկեր ա ունենում Թիվլիս, լավ սնայպեր, գնմա մոտը, ասում է, ես կգամ կսպանեմ, մենակ պետք է վարձս տակ։ Վարձն էլ ինչ ազում, մի հատ աչար, 4 տարեկան մի հատ ծոլիկ, հա։ Գալիս է գյուղը, սա էլ Ռոստոմը եկածել են, որ իրան հարգերը յուղովա, պանրովա հավաքի։ Յուղը հարելու ժամանակ Ռոստոմն է սենց կնած, սպասել իսանում, որ ես յուղը պիտի դուս կա,
Հա, իմիջալոց չմոռանամ ասեմ, այդ մարդն ասում է, սա պայմանավորում է, եթե խփած գնդակս արծաթե կամարի կոճակին գլխին կպավ, ին վարձը կտակ, եթե չէ, չեք տա։ Խփում է ու գնում, ձիով իհարկե, այս նույն բերանի բանի կողմերով, շուլավերով, գնում է այս աչարը, այս ապրանքը տանում են Թիվլիս, Թիվլիսն տանում այս սպանող մարդը, կես անում աչարի, կես ծախում են, կեսը տալիս է փոքր տղային, ասում է հալալա կես, կեսն էլ ինքն է վերցնում։ Դե տարբեր բան են ասում, այդ մարդը տենց պատմեց։ կպել էր այդ իրան։ Գնդակը տոչնի կոճակի մեջտեղն է կպացել։ Հա։ Այսպես մի դար էլ չլրացած Ռոստոմի մահը մի առասպել է դառնում։ Ամեն լսող իր կողմից ավելացնում է, չարկամները չափազանցնում են, բարի մարդիկ մեղմում, Ռոստոմ աղի զոհերն ու նրանց ժառանգներն անիծում, բայց Ուհանես աղի բարի անունի խաթր մարդամիջում սուս մնում։ Թե չէ տեղը որ գա, կասեն ու կասեն։ Շամիրանց շամիրը, մինասանց մելքոնը, մելիքանց վանեսը, Չատնանց մոսին, խեչանանց վասոն, հոսեբանց աղոն, հանեսանց հարոնը։ Դենանը եթե ժողորդը մխել արխենացավ ես մոդիկ ռայոնի գեղերը։ Ախու մենակ մեր գեղին չի կորլուղտեր։ Ես ռայոնի ես պատարա մոդիկ գեղային կորլուղտեր էլի։ Խազեին էր տարել աշխարի։ Օհո, որ պատված էր լորեցիկ արխենացել են, նշանակում է Ռոստոմը նրանց ծեծելով չի սահմանափակվել։ Սրա մասին, որ ճիշտն ասենք, ոչ մեկը չի ուզում խոսել, բայց թե ծտի դեմ հոթնդանոց չեն կրակում։ Ուրեմն մի բան եղել է։ Եղել է, թե չէ, Տիկին Ղազումյան։ Թումանյանի եղբորսպանությունը 15 թվին է եղել, ես ոչ հարցաքննության եմ մասնակցել, ոչ որևէ պետական փաստաթուղթ եմ կարդացել այդ մասին, բայց ես միայն լսել եմ գյուղացիներից, որ Թումանյանի եղբոր շուրջը պատմվող դեպքերը չափազանցված բաներ են, չափազանցություններ են, նա բոլորովին էլ այնպիսի մարդ չի եղել, ինչպես նրան դուք եք կարելի ասել ներկայացնում, դե ասենք կառավարական պաշտոնյա է եղել, բնական է խստություններ միգուցե արել է գյուղերում, միայն այդքանը, բայց նա շատ ընդունակ, կարգին մարդ է եղել ըստ իմ լսածի։ Երբ որ Աքսել Բակունցի պատմվածքը տպագրվեց, Ռոստոմի դուստրը Վարսենիկ Թումանյանը լուրջ հակասություններ ունեցավ Օցի Բերանից պատմվածքի հրատարակիչների հետ։ Երբ որ այդ պատմվածքից մի հատված լսենք, կհասկանանք թե ինչու։ Միգուցե նաև հասկանանք, թե ինչու են զրուցասեր մոտկորեցիկ այս մասին սուս մնում։ Ռոստոմն անում էր այն, ինչ մինչ այդ ոչ ոք չէր արել։ Գյուղի սիրուն հարցն էլ նրա աչքին դառնում է գեր ոչխար, որ միայն իր հոտին էր սազական։ Եվ եթե նրան չէր աջողվում ուզածն անել, տուգանք էր գրում, միևնույն ժամանակ իմաց տալիս, որ եթե կնոջն ուղարկի իրեն մոտ, կարող է տուգանքը ջնջել։ Երևի հենց այս չեն հանդուրժել մերոնք։ Երևի, քանի որ այս մասին կամ լռում են, կամ ակնարկում, կամ էլ չգիտեն։ Մի 5 տարի իր աղբոր տղի հետ, Թումանյան Արմենակի հետ աշխատել եմ։ Ես գլխավոր զորտեխնիկայի դիրեկտորի տեղականն էլ դիրեկտոր էր Աթանու Շամուտը միացյալ։ Մինչև 69 թիվը։ Ես Արմենակից կարեի լրիվ մանրամասնությամբ ամեն ինչ իմանամ իր մասին, բայց թե ինձ չի հետաքրքրել։ Ուրեմն Արմենակը Պրոստը էր, անշնորհ անբարական մարդել էլ սպանել են։ Ուրեմն Արմենակը Ռոստոմի աղբոր տղեն է։ Հո, Արշավարի տղեն է։ Բայց այդ սպան էլ ասենք իր անբարոյականության համար է եղել, թե ասենք մի կոնկրետ դեպք է եղել, որից Չէ, ներվայնացել են կամ մի բան։ Չէ, երևի հենց անբարոյականության բանի ուրենա, ուրեն ասма թե ինչ, էլ ոչ մեկի աչքունքի նա էր ոչ։ Այնա դուրնա եկել բան պետքա հետնապրեր։ Դες զորով էր ելել, բայց այդ բանն արել էր։ Այդ ովքեր են ասում։ Այդ ասեք դուք ձեր մեծերը այն մարդը իրան ժամանակ են ապրող։ Դաժե
բանն արել, որ մեկի կնոջ հետ այլել, բան այդ գործողության ժամանակ որ գրևա բարև նա ասում բան այդ մարդի վրա պրսնում էլի որ մեզ բան ասում աղա ջան ասում դուք գործի կաց Անցինի ձեն չեմ անում էլի Լեզի կաց դեվա այդ հենց աշենորք բաներ այլա դրա մեր ստկացրել են Կնան ոնց չեր նեղացնեմ Գիտեմ որ լավ Այդել կլոր բավը շատ սանձարձակ մարդ էր Ոնց էր սանձարձակ, ինչ էր անում Դե ամենը ծովել քորլող էր տարել ժողովրդ Այսքանից ավել բան չիմացանք ու չիմացանք Եթե Ռոստոմի անբարոյականության մասին նույնիսկ անեկդոտներ կան, այդ արդեն ինչ-որ բան պարզում է Մի ուրիշ բան էլ կա Նույն հողու ջրի մարդիկ չեն ուզում խոսել իրենց հարևանի կամ ընկերոջ կամ էլ նախնու արարքների մասին Բայց դա լավ հիշում են ու մեկ-մեկ ջրի երես հանում Ասենք մեկ էլ տեսար Հովհաննես Թումանյանի 100-ամյակի օրերին 1969 թվականին հրդեհվում է նրա տուն-թանգարանը Դսեղ գյուղում 69 թվականին թանգարանը վերանորոգվել է Թումանյանի 100-ամյակի արդիվ, էլի ես պաշտոնական միայն որևէ բան չգիտեմ, միայն գիտեմ, որ հրդեհվել է այստեղ քնած, հենց այս սենյակույց է բռնկվել հրդեհը, այստեղ քնած բանվորները լամպ են վառած թողել, թե ծխախոտ են գցել, չգիտեմ, հենց վարպետները այստեղ քնած հրդեհը բռնկվել է։ Մի ընկեր ունեմ այնտեղ Ասի Ալբերտ, ընչի Թումանյան Հովհաննեսին դուք այս ձևի թաշավ ամբողջ գեղոխութեն չի, մի քանի հոգի ասում որ կարող է այն ենոքական լինեն կամ այն մյուսական լինեն, դրանք ուղղակի բան ունեն, այդ որ ասում են տունը հրդեհեցին, բան գուցե մի հիմարա լուցկի ավարել կամ ասենք մի բան, դրանով չի կարելի։ Հովհաննես Թումանյանը մնում է Հովհաննես Թումանյանն 1000 Ռոստոմ գավ գնան, մնում է Թումանյան։ Նայրան Կշիրնել ունի իրան ափսոս որ նա շուտ մահացավ Հովհաննես Թումանյանը չի ցան աշխարհը եսին քանի հազար տարի հետո տենց մարդ կլինի թե չէ Կասեն այսպես ու էլ իրանց գործին կնայեն Այս ժամանակին օրը տարի է կերակրում թե չէ դատողություններ ինչքան ուզես մարդ պարապ լինի Նստի Մոտկորի հանրապետության այսօրվա բնակիչների կողքին ու նրանց դատողությունները լսի Այն մարդու մասին, ով համարձակվեց Մոտկորի ձորը հանրապետություն սարքի ու այդտեղ էլ տերորի ենթարկվի